Բարի երեկո, եթերում ինֆոանկյունն է, Արմինե Սիմոնյանի հետ այսօր խոսելու ենք բիզնեսի գրանցման և հարկային ռեժիմների մասին։ Արմինե, ողջունեք մեր հետևորդներին և անցնենք հարցերին։ Ողջունում եմ Լուսինե ջան եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ։ Եվս մեկ անգամ ուղղակի հիշեցնեմ եւ հորդորեմ, որ եթե կան հարցեր ֆինանսական հաշվապահական ոլորտին վերաբերող, անպայման գրեն մեր սոցկայքերի մեկնաբանություններում կամ անձնական նամակով կամ կարող են ուղղակի զանգահարել մեր գրասենյակի հեռախոսահամարին։ Մենք արդեն ունենք մեր հետևորդների կողմից ուղարկված հարցեր, հավաքագրել ենք եւ հաջորդ թողարկումը հենց նվիրելու ենք հարցերին։ Եվ այսօր խոսենք բիզնեսի մասին, ինչ է բիզնեսը, ինչպես է այն գրանցվում եւ որտեղ։ Նախ ինչ է բիզնեսը, եթե անձը այնպիսի գործունեություն է ծավալում, որից ակնկալում է ստանալ եկամուտներ, ապա պետք է այդ գործունեությունը անպայման գրանցի հարկային մարմնում։ Ինչ է նշանակում գրանցել, այսինքն կամ ինքը գրանցում է որպես ֆիզանց, այս դեպքում մեր իմացած ԱՁՆ է, կամ բացում է կազմակերպություն, իրավաբանական կազմակերպություն։ Գրանցելու համար բավական է մոտենալ ինչ-որ հայփոստի որևիցե բաժանմունք, եթե դա ԱՁ կամ ՍԲ է, կամ մոտենալ պետռեգիստր գրանցումների համար, իսկ մասնավորապես ԱՁ գրանցելու համար կարող են մոտենալ ցանկացած հաշվապահական գրասենյակ, մասնավորապես Finex գրասենյակում այդ ծառայությունը անվճար է եւ կարող են գրանցել իրենց գործունեությունը։ Ես կուզեի Finex գրասենյակի մասին մի փոքր անդրադառնանք, ինչ ծառայություններ է մատուցում, հետո նոր մեր հարցերին կանդրադառնանք, խոսենք որտեղ է գտնվում հեռախոսահամար եւ ինչ ծառայություններ են այնտեղ մատուցում։ Լավ նշեմ, Finex գրասենյակը գտնվում է Սայաթնովա 3 դրոպ 8 հասցեում, մատուցում է ֆինանսական ոլորտում գրեթե բոլոր ծառայությունները, սկսած խորհրդատվությունից մինչև հաշվառման բոլոր տեսակներ, հարկային, ֆինանսական, հաշվապահական, մատուցում է կադրային գործի ծառայություններ, ունենք տենդերների աջակցություն, եթե դրանք առևտրային տենդերներ են, եւ ֆինանսական վիճակի, ֆինանսական ցուցանիշների վերլուծության ծառայություն, ունենք բիզնեսի օպտիմալացման ծառայություն, այնպես որ ցանկացած անձ կարող է մոտենալ։ Շատ լավ, ես հիշեցնեմ, որ ինֆոանկյուն հաղորդման գործընկերը Finex ֆինանսական խորհրդատվական կենտրոնն է։ Շարունակեմ իմ հարցերը եւ մեր հաջորդ հարցը ինչպես է ընտրվում հարկման դաշտը եւ ինչպես է օրենքը դա կարգավորում։ Նախ կուզեմ նշել ի գիտություն այսպես ասած, որ կազմակերպության կազմակերպա իրավական ձևը եւ հարկման դաշտը դրանք տարբեր բաներ են։ Այսինքն ԱԶՆ կարող է լինել թե շրջարկ վճարող, թե միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող, թե ԱԱՀ վճարող։ Այս դեպքում պետք է ուղղակի պատասխանատվության ձևից ելնելով եւ չափից ելնելով որոշել դու քո գործունեությունը գրանցում ես որպես ԱԶ, թե բացում ես ՍՊ կամ ՊՓԲ-ն արդեն այլ բան է ենթադրում։ Հարկման դաշտը կարգավորվում է արդեն օրենքով նախատեսված ձևերով կամ շեմը պետք է գերազանցես, որպեսզի անցնես այս հարկման դաշտից այլ հարկման դաշտ, կամ քո ոլորտը արդեն 25 թվականի հունվարի 1-ից ունենք փոփոխություններ, որ ոլորտը որոշում է, թե ինքը որ հարկման դաշտում է աշխատելու։ Իսկ մի բան հարցնեմ, հետո անցնենք հաջորդ հարցին, ԱԶ գրանցելու հետ կապված ինչքան գումար է վճարվում եւ անվճար է կամ վճարովի է։ ԱԶ բացելը նախատեսում է 3000 դրամ, այսպես ասած, ֆիքսված պետական վճար, իսկ ծառայությունը ԱԶ գրանցելու մասնավորապես Finex գրասենյակում անվճար է։ Շատ լավ, եւ ինչպես է հաշվարկվում հարկը եւ եթե հնարավոր է մեկ օրինակով բերենք, որպեսզի ավելի հստակ լինի։ Հարկը հաշվարկելու համար նախ նշեմ, որ պետք է հասկանալ, թե հարկման որ ռեժիմում է աշխատում տվյալ կազմակերպությունը կամ տվյալ ԱԶՆ։ Եթե դա միկրոձեռնարկատիրության դաշտ է, ըստ դեպքում կարող եմ ասել գրեթե հարկեր չկան, միայն կա դրոշմանիշային վճար, որը տարեկան է վճարվում։ Եթե շրջհարկի դաշտ է, այս դեպքում կան նրբություններ, քանի որ 25 թվականի հունվարի 1-ից նաև տեղի ունեցան փոփոխություններ եւ հարկման տոկոսադրույքը կրկնապատկվեց, մասնավորապես առևտրի, ծառայությունների համար, արտադրության համար, ապա պետք է շատ ուշադիր լինել հարկը հաշվարկելու ժամանակ, քանի որ այդ հարկը կարելի է նվազեցնել փաստաթղթավորված ծախսերի դեպքում։ Ուրեմն հաշվարկի մեկ օրինակ ուղղակի բերեմ, եթե ժամանակին շրջարկը 5% էր, իսկ նվազեցվող ծախսերը 4.5%, իսկ մինիմալ տոկոսադրույքը 1.5%, այսինքն դրանց տարբերությունը պետք է 1.5%-ից ցածր չլիներ, ապա հիմա փոխվել է հաշվարկման մեխանիզմը, ունենք եկամուտների հանդեպ հաշվարկվող 10%, մասնավորապես առևտրի դեպքում նշեմ, 10%, ունենք նվազեցվող ծախսերի հանդեպ հաշվարկվող 9.5% եւ վճարվող հարկը պետք է 1%-ից պակաս չլինի։ Սա վերաբերում է
օրենսդրական փոփոխություն։ Այո, դա վերաբերում է օրենսդրական փոփոխություններին եւ նորից ուղղակի ֆիքսենք, որ այս բոլոր ծախսերը, որոնք նվազեցնում ենք մենք մեր հարկից, պետք է լինեն անպայման փաստաթղթավորված եւ փաստաթղթերով հիմնավորված։ Իսկ երբանից է գործելու օրենսդրական նոր փոփոխությունը երբանից է։ Նոր փոփոխությունը նախատեսված էր 25 թվականի հունվարի 1-ից, սակայն քանի որ կարելի ասել շատ խոճապային իրավիճակ ստեղծվեց, աջակցության ծրագիր մշակվեց, որ մինչև հունիս-հուլիս ամիսները տնտեսվարողները կարող են օգտվել այդ աջակցության ծրագրից եւ սպառեն այն բոլոր ապրանքները, որոնք ձեռք էին բերվել առանց փաստաթղթավորման։ Այսինքն նախկինում չհարկվող փոքր բիզնեսները այսուհետ հարկվելու են։ Այո, ունենք գործունեության մի խումբ տեսակներ, որոնք անցան շրջարկ օրենքի կարգավորմամբ, մասնավորապես եւի ամենամեծերը նշեմ դրանցից էր առևտուրը, վարսավիրական ծառայությունը կամ մարմնի խնամքը եւ մարմնի խնամքը, ավտոտեղ սպասարկումը եւ նորոգումը եւ կարող եմ այս թիվը շարունակել, դրանք 7-ն էին կամ 8-ն էին, եթե չեմ սխալվում, որոնք անցան շրջարկի դաշտ արդեն օրենքի պնդմամբ։ Իդեպ ծառայությունների գումարներն են ավելացել, արդյոք սա վերահսկվում է եւ արդյոք թույլատրելի է ծառայությունների գումարները ավելացնելը։ Այո, օրենքի փոփոխմամբ նաեւ ավելացան թե ծառայությունների, թե ապրանքների արժեքները, ինչը կանխատեսելի էր։ Իրականում նման իրավիճակը շոկային էր բիզնես միջավայրում, քանի որ նման կտրուկ փոփոխություններ չի կարելի անել, եթե դա առողջ տնտեսվարող է, առողջ տնտեսական վիճակ է, մրցակցային, սակայն ինչ կատարվեց հունվարի 1-ից ավելացան թե հարկերը, թե հարկերի տոկոսադրույքները։ Երբ որ մենք նախագծում ենք ինչ-որ բիզնես պլան, վերցնում ենք ոչ թե մոտակա 1 ամիսը կամ եռամսյակը, այլ վերցնում ենք 3-ից 5 տարի, այսինքն պետք է լինի երաշխավորված տնտեսական վիճակ, որպեսզի տնտեսվարողը հասկանա ինքը արդյոք այդ բիզնեսը ուզում է ծավալել, թե ոչ։ Այսինքն պետք է բոլոր քայլերը լինեն կանխատեսելի եւ պլանավորվեն։ Իսկ նման կտրուկ փոփոխությունները բերեցին գնաճի, որը ցավոք չի բերում անձի եկամտի, այսինքն աշխատավարձի, այսպես ասած, բարձրացման։ Այսինքն այդ ծախսերը եւ եկամուտները անձի համար, մեկ անձի հաշվարկով ուղիղ համեմատական չեն։ Դրա համար իսկ ինչ վերաբերում է վերահսկողությանը, շուկայի վերահսկողություն կարծում եմ այս պահին մեր պետությունում գոյություն չունի, որտեղ ինչպես տեսնում ենք, թե ծառայությունները, թե ապրանքները այնպիսի գներով են վաճառվում շուկայում, որ բոլորի մոտ հարց է առաջացնում, արդյոք վերահսկող կա, թե ոչ։ Այնպես որ, այո։ Իսկ ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ավելորդ հարկեր վճարելուց խուսափեն բիզնես։ Նախ ուզում եմ նշել, որ խուսափել հարկերից նման բան չի կարող լինել եւ հորդորում եմ երբեք չխուսափել հարկերից, եթե կա պարտավորություն պետբյուջեի հանդեպ, դա անպայման ժամանակին մարել, քանի որ դա չմարելը առաջացնում է դուժ ու տուգանք։ Հարկեր մենք կարող ենք ուղղակի խուսափել ավելորդ հարկվելուց, ինչպես ենք դա անում, կամ փաստաթղթավորում ենք մեր բոլոր ձեռքբերումները, այսինքն ճիշտ նվազեցումներ ենք կատարում մեր եկամտից, կամ ճիշտ ենք ձևակերպում մեր կազմակերպության կազմակերպարիրավական ձևը։ Նշեմ, որ մասնավորապես արտադրության դեպքում դեռևս գործում է միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու իրավունքը, կամ կան ծառայություններ, մի շարք ծառայություններ, օրինակ լուսանկարչական ծառայություն, որի համար դեռևս գործում է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու իրավունքը։ Այսինքն մենք մեր գործունեությունը գրանցելիս պետք է հասկանանք, թե տվյալ գործունեությունը հարկման որ դաշտում կարող է գործել։ Իսկ դրա համար այո, նրանք միկրոձեռնարկատիրության դաշտում կարող են գործել, հետևաբար որևիցե հարկ չի առաջանում, ընդհանրապես տարեկան դրոշմանիշային վճար։ Այս ամենից խուսափելու համար եւ ավելորդ ծախսերից, հարկերից խուսափելու համար խորհուրդ եմ տալիս անպայման մասնագետի հետ խորհրդակցել, քանի որ երբ որ մենք գրանցում ենք կազմակերպությունը արդեն եւ ստանում ենք մեր ՀՎՀ-ն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետք է 20 օրյա ժամկետում հայտ տանք հարկային մարմնին, թե հարկման որ ռեժիմում ենք աշխատելու։ Այդ հայտը չլրացնելու դեպքում մենք ավտոմատ անցնում ենք ԱՀ-ի դաշտ, ԱՀ-ն դա ավելացված արժեքի հարկն է, որը ենթադրում է 20% հարկ, ինչը փոքր բիզնեսի համար իրականում ռիսկային է եւ ցանկալի է խուսափել նման իրավիճակից։ Շատ լավ, իմ հարցերն այսքանն են, եթե ավելացնելու բան կա,
Կարող եք ավելացնել, եթե ոչ։ Եվս մեկ անգամ հորդորեմ մասնագետի այդ խորհրդատվություն մինչ կազմակերպություն գրանցելը ճիշտ կազմակերպայրավական ձև ընտրելու եւ հարկման ճիշտ ռեժիմ ընտրելու համար։ Շնորհակալություն, հիշեցնեմ եթերում ինֆոանկյունն էր եւ մեր գործընկերը Finex ֆինանսական խորհրդատվական կենտրոնն է։ Չմոռանաք մեզ ուղարկել ձեզ հետաքրքրող հարցերը։ Ցտեսություն։